Բարի երեկո արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Կողմնորոշվելու հորդորներին օտան կոշտանում է, ինչ են հայտարարել Մոսկվայում։ Հոսանքած դրկված ասուլիս, անպատասխան հարցեր ու նոր աղմկահարույց հայտարարություններ, ինչպես մեկ ասուլիսում խառնվեցին Արցախը, եկեղեցին Պուտինը և Արևմտյան Ադրբեջանի թեման։ Բաքուն փակում է դուռը Եվրախորհրդարանի առջև, բայց Բրյուսելից զգուշացնում են, երկխոսությունից հրաժարվելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչու է Ադրբեջանը կտրում կապերը Եվրախորհրդարանի հետ և ինչու են եվրոպացի պատգամավորները սա վտանգավոր ազդանշան համարում հենց հիմա։ Քաղաքականությունից զերծ պահելու խոստումներից կուսակցական գրառումներ ու քարոզարշավի վերածված դպրոցներ։ Ինչու է կրթական համակարգը կրկին հայտնվել քաղաքական պայքարի կենտրոնում։ Ողբերգական դեպք Սևանում դանակի 6 հարված 29-ամյա տղային, ինչ է տեղի ունեցել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։ Ընտրությանը մնացել է 16 օր, քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչ արդյունքով կավարտվի խորհրդարանի ընտրությունը։ Գելափը նոր հարցման արդյունքն է հրապարակել։ Եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենա հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին քաղաքացիները։ Եվ այսպես։ Քաղաքացիական պայմանագիր 28.8%, Ուժեղ Հայաստան դաշինք 14.9%, Հայաստան դաշինք 12.1%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.7%։ Սակայն այս հարցման արդյունքները կասկածի տակ է դրել հենց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով իրենց թիմը պարբերաբար իրականացնում է ներքին սոցիոլոգիական ուսումնասիրություններ և ունի բոլորովին այլ պատկեր։ Մենք ամեն 15 օրը հարցում ենք անում եւ ունենք ճշգրիտ տվյալներ։ Մենք ամեն ինչ տեսնում ենք, մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ինչը ուժեղացնենք, ինչի վրա ուշադրություն չպետք է դարձնենք, դա դրա համար է, ոչ թե կուսակցություններին, ինչպես իրենք անում են, դա տեխնոլոգիա է։ Անիմաստ գրգռեն կուսակցություններին, հանեն իրար դեմ, իրանց համար այդտեղ ամենակարևորը Թաթոյանին անցկացնելն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են Բարգավաճ Հայաստանի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան և կուսակցության Գյումրիի շտաբի խուզարկությունը։ Իրավապահները դեռ չեն հայտնել, թե ինչ վարույթի շրջանակում էին իրականացնում քննչական գործողությունները, որոնք տևել են մոտ 7 ժամ։ Գյումրիի ավականու անդամ Լիզա Գասպարյանի խոսքով խուզարկությունը հավանաբար տեղի է ունեցել Գյումրիում կայացած քաղաքական հանդիպման ժամանակ հնչած ելույթների ֆոնին, որտեղ Գրիգորյանը հայտարարել է, որ Գյումրի 2-ը լինելու է։ Այսօր նաև վաղ առավոտյան ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաև կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ Ծանուցագիրը ներկայացրեք, ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։
Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել պետական դավաճանության եւ լրտեսության համար։ Կոմիտեի տվյալով Թևանյանը падգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան $600,000։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Իվետ Ատոնոյանն էլ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը վերածում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։ Նա շեշտել է, որևէ բռնաճնշում, որևէ հալածանք եւ որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել իրենց քաղաքական ուղեգծի վրա։ ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է եւ պաշտպանելու է հայկական շահը եւ Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։ Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային եւ համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի եւ падգամավորության թեկնածուների դեմ նախընտրական գործընթացի ամենաթեժ փուլում։ Հրավիրում ենք նաեւ միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում կամ չտեսնելու եք տալիս այս հայտարարակ իրողությունը, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնել է, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը իբր ընտրակաշառք է բաժանել։ Ըստ կոմիտեի քաղաքացիներին փող են փոխանցել կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, իսկ վճարումները ներկայացրել են որպես աշխատավարձ։ Իրավապահները պնդում են, որ այդ մարդիկ իրականում որևէ աշխատանք չեն կատարել։ Կան ձերբակալվածներ, հրապարակել են նաև գաղտնալսումներ։ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այս դեպքերի հետ։ Սամվել Կարապետյանը պատասխանել է մի քանի լրատվամիջոցի ղեկավարի հարցերին։ Կարապետյանի խոսքով Փաշինյանը 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող գործիչ է։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Հիշում եք, գորգորած Արցախի հրապարակում եւ հետո շատ համեստ ձևով հրաժարվեց Արցախից։ Վերջին տարիներին 20 թվականից հետո Հայաստանի իշխանությունները Հայաստանի, թե Արցախի, թե Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում։ Իրենք ունեն շեֆ, շեֆը ինչ որոշում է, դա իրագործում է։ Իրենք կատարողներ են, իրենք գործիքներ են։ Սամվել Կարապետյանի խոսքով իրեն առաջարկել են եկեղեցու վերաբերյալ հայտարարություն անել, խոստացել դրանից հետո հեծը վերադարձնել։ Գործարքն առաջարկել են ձերբակալությունից առաջ։ Մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե էլեկտրական ցանցերը, թե ամեն ինչը հետ է վերադարձվում, ես չեմ ընդունել առաջարկությունը եւ գնացել ենք առաջ։ Մինչ գործող իշխանությունը խոսում է ընդդիմադիր ուժերի ենթադրյալ ընտրախախտումների մասին, ջրի երես են դուրս գալիս իրենց խախտումները վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դրսևորումներով։ Ոչ շատ վաղ անցյալում 2018-ին ընդդիմադիր Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում էին, որ բուհերն ու առհասարակ կրթական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքականացված։ Այո, բուհերն ու դպրոցները օրենքով պետք է մնան քաղաքական ազդեցություններից դուրս, բայց նոր Հայաստանում ու արդեն իշխանություն դարձած քաղաքացիական պայմանագրի օրոք նախընտրական այս փուլում կրթական հաստատությունները հաճախ հայտնվում են քարոզչական գործընթացների կիզակետում։
ԵՊՀ ռեկտորի քաղաքական գրառումը, դպրոցականների մասնակցությամբ քարոզարշավները եւ դասապրոցեսի ընդհատման դեպքերը նորից հարց են բարձրացնում։ Կրթական համակարգում պահպանվում է արդյոք քաղաքական չեզոքության սկզբունքը, թե կրթությունը աստիճանաբար վերածվում է քաղաքական ազդեցության տարածքի։ Թեման ուսումնասիրել է Անիա Բաղյանը։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանի այս տեսանյութը։ Զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, կամ հասկանալ հատուկ հանրությանը մոլորեցնել։ Պապիկյանի տեսանյութը իր էջում է դրել կից գրությամբ։ Դասալիքները չեն նահատակվում։ Մինչդեռ բարձրագույն կրթության եւ գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում բուհի ռեկտորի վարքը վերահսկող օրենքը չի թույլատրում Հովհաննիսյանին նման գրառում կատարել։ Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ եւ պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Փորձեցինք խոսել ԵՊՀ ռեկտորի հետ։ Հեռախոսահամարը միշտ զբաղված է։ Հաղորդագրությանը չի արձագանքել։ Նաև մեկնաբանության միջոցով արձագանքի սպասեցինք, գրեցինք։ Բուհի ղեկավարի քաղաքական չեզոքության պահանջը արդյոք իր վրա չի տարածվում։ Դասալիքները չեն նահատակվում ձևակերպումը ակադեմիական ու պաշտոնական խոսք է համարում։ Մինչ ռեկտորը լռում է, Աննա Կոստանյանը հստակ գնահատական է տալիս։ Ռեկտորը փաստացի ոչ միայն քաղաքական չեզոքություն չի պահել, այլև աջակցել է իշխող ուժին։ Ռեկտորը կոպիտ խախտում է թույլ տվել եւ դա չգիտենք որքանով է օրինակ գիտխորհրդի ուշադրության կենտրոնում, արդյոք գիտխորհուրդը այս հարցը կարող է իր ուշադրության շրջանակ մտցնել եւ քննել։ Սակայն այստեղ ամենազավեշտալին նաև այն է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղապահը 2 օր անց ոչ միայն գրառումն է հեռացնում, այլ նաև ջնջում է, այսպես կոչված, իր սոցիալական ցանցի էջերից հետևորդին ճակերտավոր, ինձ սա արդեն խոսում է նրանց ժողովրդավարական կեղծ արժեքների մասին։ ԵՊՀ ռեկտորը իր գրառմամբ ուսանողներին ուղղորդելու պետական կրթական համակարգը քաղաքական գործընթացների մեջ է ներքաշում, նշում է Կոստանյանը։ Ինչ հետևանք է ստացել ԵՊՀ ռեկտորի արարքը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հղում է անում մայիսի 18-ին Ժաննա Անդրեասյանի օրեր առաջ արած մեկնաբանությանը։ Համապատասխան բարձրաբանումներ ուզել ենք թե դպրոցներից, թե մարզից, ստացել ենք տեղեկատվությունը եւ առաջիկայում նաեւ կլինեն համապատասխան քայլերը։ Բացի այդ, մենք տեղեկացրել ենք, որ յուրաքանչյուր ավազանգով ըստ անհրաժեշտության նաեւ իրավապահ մարմիններին ենք դիմում։ Իրավապահ մարմիններից դատախազությունը չի պատասխանել, գրավոր հարցում է պահանջել։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, հաղորդում չեն ստացել։ Ակտիվ քարոզարշավի փուլում նկատում ենք, որ ոչ միայն բուհերը զերծ չեն մնում քաղաքականությունից, այլ նաև դպրոցները տնօրենների գլխավորությամբ եւ աշակերտների ակտիվ մասնակցությամբ։ Օրինակ, մայիսի 21-ին վերին արտաշատում էին հավաքվել դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ ու տնօրեններ։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացին։ Ասեցին կարակ գնանք, որտեվ իրանք էլ են եկել։ Հա, բոլորով եկել եք, որ դիմավորեք վարչապետին։ Իսկ ձեր դպրոցը ոնց էր կոչվում։ Վերին արտաշատի միջնակարգ դպրոց։ Նորենի անուն ազգան։ Հախնազարյան Շուշան։ Իսկ էլի դասարաններ են ձեզ հետ այստեղ ճանաչում եք ձեր դպրոցից շատ կա։ Շատ են։ Ուսուցիչներն էլ, բոլորն էլ էստեղ։ Հա։ Տնօրենն էլ այստեղ։ Հա, տնօրենն էլ այստեղ։ Աշակերտը նշել է, որ իրենց դասերն ավարտվում են մոտ 14:00-ին, բայց Փաշինյանին դիմավորելու համար ավարտել են 2 ժամ շուտ։ Մայիսի 13-ին Փաշինյանի ապարան այցի ժամանակ եւս դպրոցականները դասին լինելու փոխարեն ՔՊ-ի շապիկներով քարոզարշավի էին գնացել։ Այդ օրերին Դանիել Յոհաննիսյանը հայտարարել էր, թե անկախ դիտորդն աշխատում է աշխատանքային ժամին դասատուներին ու աշակերտներին դասապրոցեսի տեղը ՔՊ-ի հավաքին տանողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Երեք ես դասից փախել եք։ Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել։ Իսկ ականատեսն արձանագրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը եւ անչափահասներին որպես քաղաքական ֆոն գործածելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին եւ ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ Իրենք տասնյակ տարիներ
դրոշակ դարձրած բուհերի քաղաքականացնելու հարցը անընդհատ խոսել են ապաքաղաքականացման մասին, բայց հենց իրենք իսկ տասնապատիկ ավելի անգամ քաղաքականացրել են բուհերը։ Դպրոցների քաղաքականության մեջ ներքաշվելու դեպքերը սկսել են մինչև քարոզարշավը։ Ակնառու օրինակներից է քաղաքացու օրը ապրիլի 25-ին Արարատի մարզի Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտների ելույթը։ Նրանք երգում էին ԿՊԻ քարոզարշավի երգը։ Բայց գործող իշխանությունը անդադար հայտարարում ու խոստանում էր բուհերը կրթական համակարգը զերծ պահել քաղաքականությունից։ Մենք ներկայացրել ենք բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և մենք մնում ենք նույն դիրքերում, նույն սկզբունքներում, որ այո չպետք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնողներ։ Եվ մինչ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ օրինակ ապարանի և մյուս դեպքերի նկատմամբ հետևողական լինելու դեպքում կկանխեն նորերը, վերին արտաշատում ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շտապում են քարոզարշավի դասապրոցեսը կիսատ թողնելով։ Իսկ ԵՊՀ ռեկտորը գրառում է անում և ջնջում։ Մեր հարցին դեպքերի հաջորդական կրկնությունը ցուցիչ չէ, որ նախարարությունը հետևողական չէ։ Խոսնակն ասաց յուրաքանչյուր ահազանգի տրվում է համապատասխան ընթացք։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Զուգահեռ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ասուլիս էր հրավիրել, որն աչքի ընկավ ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև մի քանի անգամ անջատված հոսանքով։ Սակայն տեխնիկական խափանումներից ավելի մեծ արձագանք ստացան ասուլիսի ընթացքում հնչած քաղաքական ուղերձները։ Տիգրանաշենի ապագայից Արցախի հարց, ռուսական ուղղությունից եկեղեցու հետ հակամարտություն։ Փաշինյանի հայտարարությունները նոր հարցեր ու մտահոգություններ առաջացրին թե արտաքին, թե ներքաղաքական օրակարգում։ Աշխատանքային շաբաթվա վերջին օրով ու աշխատանքային պաշտոնական ժամից 1 ժամ էլ շուտ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել լրագրողների հարցերին։ Ու հենց այդ ժամանակ արդեն պետականացված հեծի խափանումները նկատվեցին նաև այստեղ։ Հոսանքազրկվեց շենքը ու ոչ մեկ անգամ։ Ռոմանը սրում։ Հետո հերթահասավ էմոցիոնալ ելույթներին։ Արցախը հայկական չհամարող երկրի ղեկավարը պարզվում է պատերազմից հետո 1 շաբաթ ոչ հաց է կերել, ոչ էլ ջուր է խմել, բայց հետո իր խոսքով հպարտացել է։ Հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Բացի սա Արցախի շարժումը թակարդ որակող երկրի ղեկավարը մեղադրում է իր ընդդիմախոսներին, թե նրանք երկիրն ուզում են նորից գցել թակարդի մեջ։ Հարցեր հնչեցին Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերությունների մասին։ Եթե Պուտինի հետ ընկեր է, ինչպես է, որ արտահանման խնդիր ունենք եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության կարգավիճակն են քննարկում։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ֆիտոստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գան։ Ընկերությունն ու գործը իրար չխառնող Փաշինյանը ասում է, թե 300,000 ադրբեջանցիներ չեն կարող գալ ու բնակվել Հայաստանում։ Հերքում է արևմտյան Ադրբեջան եզրույթը, մինչդեռ Նախիջևանի Օրդուբադում Մեղրիից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորությամբ Ադրբեջանը պետական մակարդակով նախապատրաստվում է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան խորագրով 3-րդ փառատոն կոնգրեսին։ Անուղակի խոստովանություն հնչեց այս ասուլիսի ընթացքում։ Խոսելով Տիգրանաշենի մասին Փաշինյանն ասաց. «Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել եւ սլաքներն ուղեց Արցվաշենի կողմ, բայց այդպես էլ ուղիղ չպատասխանեց։ Տիգրանաշենը կհանձնեն»։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարա եւ լինի։ Եվ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մինչև ադրբեջանցիները խոսում են վերադարձի մասին, Փաշինյանը Ադրբեջանի սրտով հայտարարություն է անում։ Ու եթե նախկինում խոսվում էր հատուկ կարգավիճակով Արցախ վերադարձի մասին, հիմա արդեն խոսույթը միանգամայն այլ է։ Արցախը համարում է ադրբեջանական ու համեմատում նրանց մյուս բնակավայրերի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու։
վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատի չի լինելու եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու։ Վերադառնալով ներքաղաքական կյանքին ու եկեղեցու դեմ գործելավոճին, Փաշինյանն ասում է, որ իր համար վերջին շրջանի իրադարձությունները եղել են մեծ էմոցիոնալ շոկ, ինչից հետո սկսել է անգիր սովորել սաղմոսներ հոգևոր դատարկությունը լրացնելու համար, բայց չի նշել, թե այդ դատարկության ֆոնին է արդյոք սկսել եկեղեցու դեմ գործելը, բայց քննադատել է ամենայն հայոց կաթողիկոսին, նշելով, թե նրա կերպարը խոր հոգևոր տպավորություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր իր համոզմամբ երբեք չեն կարդացել ավետարանները։ Իսկ վեհապարին հեռացնելու իր ցանկությունը ներկայացրեց իբրև ժողովրդի կամք։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որը պետք է կատարածվի։ Հետո անդրադառնալով դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութին, որն ի դեպ առաջին անգամ շրջանառության մեջ դրել են հենց ԿՊԱ-կանները, Փաշինյանը նշել է, որ արդեն մոտավորապես պարզել են տեսանյութում երևացող անձանց շրջանակը, եւ ըստ Փաշինյանի, նրանք 2024 թվականից ի վեր Հայաստանում չեն գտնվում։ Մեկ ժամ տևած սահմանափակ թվով լրատվամիջոցների հետ ասուլիսից հետո, որպես վարչապետ արձակուրդում գտնվող Փաշինյանն ուղևորվել է Երևանի տարբեր համայնքներ նախընտրական քարոզարշավի։ Իսկ Մոսկվայից եկող չկողմնորոշվելու հորդորների նոտան կոշտանում է։ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի քաղաքական որոշումներ է կայացրել միանալու այն երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի հետ եւ փորձում են ոչնչացնել այն։ Քաղաքական գործչի խոսքով քաղաքական առումով Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Նա հավելել է, որ Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին ի վնաս իրեն, աջակցելով հանրապետության քաղաքացիներին եւ տնտեսությանը եւ դրա դիմաց ստանում է անբարոյականություն եւ անազնվություն Նիկոլ Փաշինյանից։ Սա հարաբերություններ կառուցելու միջոց չէ, շեշտել է Վոլոդինը։ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուրինի խոսքով էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի վիճի Մոսկվայի հետ երկու երկրների չափերի անհամապատասխանության պատճառով պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությունը քողարկելու փորձ է։ Խորհրդարանականի խոսքով Փաշինյանը խուսափում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտից, ոչ թե դաշնակցային պարտավորությունների կամ տնտեսության եւ անվտանգության համար երկկողմ կապերի կառավարության ըմբռնման պատճառով, այլ զուտ մասշտաբի։ Զատունինի խոսքով խնդիրը հիպոթետիկ պատերազմը չէ, այլ Հայաստանի կողմնորոշման հետևողական փոփոխությունը։ Եթե մասշտաբն ավելի մեծ լիներ, Փաշինյանը վաղուց մեզ կդավաճաներ։ Խնդիրը հիպոթետիկ պատերազմը չէ, այլ Հայաստանի կողմնորոշման հետևողական փոփոխությունը։ Ինչպես կարող են հարաբերությունները նորմալ լինել, եթե նա չի թաքցնում ԵՄ-ին միանալու իր մտադրությունը։ Սա պարզապես հայտարարություն չէ, սա օրենք է, որն ընդունել են խորհրդարանի անդամները գրեթե 2 տարի առաջ, առանց ԵՄ-ից որևէ հրավերի։ Այժմ նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատության ծանրության տակ նա մանևրում է, ճնշելով ընդդիմությանը եւ շարունակելով մոլորեցնել ընտրողներին։ Իսկ Բաքուն փակում է դուռը Եվրախորհրդարանի առջև։ Դոլչե Վելեն գրել է, որ Եվրախորհրդարանի падգամավորները ցավում են Բաքվի Եվրախորհրդարանի հետ գործակցությունը դադարեցնելու որոշման համար եւ կոչ են անում իրենց ադրբեջանցի գործընկերներին վերսկսել երկխոսությունը։ Եվրոպական ժողովրդական կուսակցության գերմանացի падգամավորի խոսքով քաղաքական փակ ուղիները խոչընդոտում են փոխըմբռնմանը եւ զիջում ազդեցությունն աշխարհակաղակական առումով խիստ լարված տարածաշրջանում։ Մայիսի 1-ին պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ գործակցությունը բոլոր ոլորտներում։ Ադրբեջանի իշխանությունն այս որոշումը կայացրել է Եվրախորհրդարանի Հայաստանի ժողովրդավարական կայունության աջակցության մասին բանաձևի ընդունումից 1 օր անց։ Դրանում Եվրախորհրդարանի падգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում տարածաշրջան անվտանգ վերադառնալու նրանց իրավունքին համապատասխան միջազգային երաշխիքներով եւ պահանջել են անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին։ Եվրախորհրդարանի падգամավորներն էլ հայտարարել են, որ Ադրբեջանին ուղղված քննադատությունը կարող է տհաճ լինել, սակայն դա երկխոսությունը դադարեցնելու պատճառ չէ։ Նրանք վստահեցրել են, այս քայլը տագնապալի քաղաքական ազդանշան է ուղարկում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին։
Տարածաշրջանում եւ աշխարհում տիրող վիճակի ֆոնին կարևոր է ճիշտ աշխատել ռազմավարական եւ աշխարհագրական առումով կարևոր նշանակություն ունեցող հարևան երկրների հետ։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը հյուրընկալել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Քննարկման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային վիճակին, տարածաշրջանային զարգացումներին, Իրանի շուրջ ստեղծված լարվածությանը, նաեւ Հայաստանի եւ Իրանի նկատմամբ աշխարհաքաղաքական ճնշումներին։ Կողմերը վերահաստատել են գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Նախատեսվում է նոր կապերի ստեղծում եւ համատեղ ծրագրերի իրականացում Genesis Armenia-ի եւ Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների միջև։ Սևանի խաղաղ առօրյան այս օրերին փոխարինվել է ցավով ու լռությամբ։ Երիտասարդ տղայի սպանությունից հետո համայնքում ոչ միայն սգում են, այլև փորձում հասկանալ, ինչպես սովորական թվացող կոնֆլիկտը վերածվեց մահաբեր հաշվեհարդարի։ Դեպքը նորից ուշադրության կենտրոնում է պահում հասարակության մեջ կուտակվող ագրեսիայի եւ կանխարգելման մեխանիզմների արդյունավետության հարցը։ Մեր նկարահանող խումբը այսօր Սևանում էր։ Դիտենք ռեպորտաժը։ Սևանում 29-ամյա տղայի են սպանել դանակի 6 հարվածով։ Հենց այս բենզալցակայանում էին օրեր առաջ ծեծել տղայի հորը, ով նկատողություն էր արել, տարածքում ծխել չի կարելի։ Որդին ժամեր անց հանդիպել էր հորը ծեծողների հետ։ Այսօր 29-ամյա տղայի հուղարկավորությունն է, Լճաշենից էր Հովանեսը։ Գյուղի փողոցները լուռ են, բոլորը շտապում են սպանվածի տուն։ Համագյուղացին տղայի հոր հետ բենզալցակայանում է աշխատում, պատմում է ընտանիքը հարգված է, տղան դաստիարակված։ Գերազանց մարդ էր, համեստության տիպար, և հեր է, և երեխեն։ Դանակով հարվածներ հասցրած տղան 24 տարեկան է, Սևան քաղաքից։ Սևանցիները պատմում են մսավաճառի որդի է, լսել են հոգեբանական խնդիրներ ունի։ Ինքը հիվանդ տղա է, գնացել է կալոնկեն, գազ թե բենզին լցելու, այդ մարդը զգուշացրել է, որ սիգարետով չի կարելի։ Եկվել որ թովերը դե հիվանդ տղա է, ոնց թե սիգարետով չի կարել, ու իրար հետ խնդիր են ունեցել։ Որդին Սևան է եկել հորը ծեծողին հանդիպելու։ Տղաները սկզբում վիճել են քաղաքի կենտրոնում, հետո եկել շենքի բակ։ Հենց շենքի բակում էլ եղել է սպանությունը։ Մենք այստեղ չենք եղել։ Այս ժամը մենք մինչև 7-ն ենք աշխատում։ Սպանությունը ոչ ժամին է եղել։ Կարծեմ 9-ի կոմերն է եղել։ Այդ խփողը մատանած ընտանիք երեխա է, ես որ լսեցի, ընդհանրապես շոկի մեջ ընկա, որ իսկի չեմ պատկեր, ասում եմ երեխան ոնց է մարդ խփել։ Անդե վիճեր են այնտեղ բակեր են։ Սուտ բռի վարունա։ Արյան հետքերն անձրևն արդեն մաքրել է։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում սպանողի տան մոտ։ Սևանցիներն օրեր շարունակ քննարկում եւ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին։ Ինչու ոստիկանները պատշաճ չեն գործել, որ բանը սպանության է հասել։ Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ գազալցակայանում ծեծկրտուքի մասին տնօրենը տեղյակ չի պահել ոստիկանությանը։ 24-ամյա տղան ձերբակալված է։ Նա նախկինում էլ է Սևանի բաժին տեղափոխվել եւ պարբերաբար եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սպանված Հովանեսն ամուսնացած չէր, մեկ քույր ուներ։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի պատճառով 4 մարդ է զոհվել։ Շտապօգնության 2 աշխատակից էլ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող Թեփնինե հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով կա 9 վիրավոր, այդ թվում հիվանդանոցի 7 աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին, շտապօգնության մեքենաներին։ Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 22-ի գիշերը անօդաչուներով հարվածել են Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքին։ Ռուսական կողմի պնդմամբ թիրախ է դարձել տեղի մանկավարժական համալսարանի քոլեջի հանրակացարանի շենքը, որտեղ հարձակման պահին քնած են եղել տասնյակ դեռահասներ։ Հարձակման պատճառով զոհվել է առնվազն 6 մարդ։ Տեղական առողջապահական մարմինների տվյալով բժշկական օգնության համար դիմել է 40 մարդ, որոնցից 35-ը 14-ից 18 տարեկան անչափահասներ։ Ռուսաստանի Դաշնության
Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկություն է եւ չի կարող լինել պատահական, քանի որ գրոհը տեղի է ունեցել 3 ալիքով 16 անօթաչուի գործադրմամբ։ Պորտուգալիայի ազգային գվարդիան ձերբակալել է ֆրանսիացի կնոջ, որին կասկածում են իր 2 փոքր երեխաներին փողոցում թողնելու համար։ Երեխաներին այս շաբաթվա սկզբին գտել են պորտուգալական փոքրիկ քաղաքում միայնակ քայլելիս։ Ֆրանսիայի իշխանությունը համաեվրոպական խնդրագիր էր հրապարակել օգնելու գտնել կնոջն ու 4 եւ 5 տարեկան երեխաներին։ Այն բանից հետո, երբ նրանք անհետացել էին Ֆրանսիայի Կոլմար քաղաքում գտնվող իրենց տնից։ Պորտուգալիայի դատական ոստիկանությունը 5 շաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ երեխաներին գտել են 3 շաբթի Ալկասեր դու Սալ քաղաքի ճանապարհին։ Նրանք ըստ երևույթին կորել են, երբ մայրը նրանց լքել է։ Կնոջից բացի ձերբակալել են նաև 55-ամյա տղամարդու։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, կհանդիպենք, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։